Բարևներ բոլորին, մի քիչ պատմեմ հոգեբանների անձնական թերապիան անցնելու մասին։ Հաճախ մարդիկ այսպես ծաղրով ասում են, հոգեբանները իրենք հոգեբանի կարիք ունեն, եւ դա իսկապես այդպես է։ Հոգեբանն մարդն է, ով ամենաշատը պետք է անցած լինի սեփական թերապիան եւ ամենաինքնագիտակցվածը լինի սենյակում։ Պատկերացրեք, դուք այցելուն եք եւ ձեր դիմաց նստած է հոգեբանը։ Եթե դուք ձեր թերապիան անցել եք ավելի շատ, քան ձեր հոգեբանը, ավելի ինտենսիվ, ավելի խորը եւ այլն, այսպես կարող է վերջում պատահի դուք իսկապես ավելի ինքնագիտակցված եք, քան ձեր հոգեբանը։ Սակայն դա այդքան էլ ընդունելի չի։ Դրա համար էլ հոգեբանը իսկապես շարունակաբար անցնում է իր թերապիան։ Այսինքն մի անգամ անցավ իր թերապիան, հասկացավ այսպես խորքային իր սեփական մոդելները, իր հոգեկանի օրինաչափությունները, այդտեղ կանգ չի առնում նա։ Պատկերացրեք ամեն քեյսի հետ, ամեն այցելուի հետ հոգեբանը իր ներսում բացահայտում է ինչ-որ խնդիրներ, որտեղ փակված չեն։ Մեկ էլ հասկանում է, որ այսինչ այցելուի այսինչ պատմությունը ինձ մոտ առաջ բերեց այսինչ զգացողությունը, կամ իմ կյանքում տեղի ունեցավ այսինչ բանը, որը ես, չգիտեմ, կարծես թե հասկացա, որ այսինչ մոդելը իմ մոտ դեռ լավ չեմ մշակել։ Բացի այն, որ դու շարունակաբար հասկանում ես, որ կան բաներ, որոնք դու այդքան էլ լավ չէիր հասկացել ինքդ քո մասին, եւ դրա արդյունքում այդ ինչ-որ բաները եւս մի անգամ մշակելու կարիք կա, պարտադիր է հոգեբանների համար 5 տարին մեկ նորից անցնել սեփական թերապիան։ Բոլոր այն երկրներում, որտեղ կա օրենք հոգեբանության մասին, որտեղ հոգեբանությունը վերահսկվում է որպես իրավական, չգիտեմ, գործունեություն, հոգեբանները պարտավոր են 5 տարին մեկ գնալ եւ անցնել սեփական թերապիան, նորից ու նորից։ Ցանկացած անգամ, երբ հոգեբանը լսում է ինչ-որ խնդրի մասին, որը այս պահին իր իսկ ներսում ինքը չի փակել, իր իսկ ներսում ինքը դեռ պայքարում է այդ խնդրի հետ եւ դեռ չգիտի հա դրա լուծումը, ինքն էլ չի տիրապետում դրան, նա ունի պարտավորվածություն ուղղորդելու այցելուին այլ հոգեբանի մոտ եւ գնալ զբաղվել սեփական խնդրով։ Այո, այնպես որ ասում եք, վայ, հոգեբանները եւս ունեն հոգեբանի կարիք, այդպես ծիծաղում եք եւ ասում, հոգեբանները ամենաշատը ունեն հոգեբանի կարիք, այ որ դու հոգեբան ես, դու ինքդ պետք է հոգեբանի մոտ գնաս եւ այլն, այո, դուք ճիշտ եք ասում, դա այդպես է, որովհետեւ որպես հոգեբան ես սեանսի ժամանակ պարտավորված եմ զգում ինձ լինել ամենագիտակցված մարդը տվյալ սենյակում։ Դա չի նշանակում, որ ես վերջն եմ, որ ես ինչ-որ մեկից առավել եմ, դա նշանակում է, որ այս պահին ես ինքս եմ աջակցողի դերում, հետևաբար այս խնդրով ես ավելի ինքնագիտակցված եմ։ Տվյալ այցելուն կարող է ինչ-որ այլ հարցում ավելի ինքնագիտակցված է, քան ես ինքս, բայց այն հարցով, որով ինքն ինձ դիմել է, ես մի փոքր պետք է ավելի ինքնագիտակցված լինեմ, հակառակ դեպքում ես ոնց օգնություն կարողանամ ցուցաբերել, աջակցություն ցուցաբերել։ Սեփական թերապիան ամենակարևոր բանն է հոգեբանության մեջ։ Մարդը կարա տարիներով հոգեբանություն սովորի, գրքեր կարդա, այցելուներ ընդունի ինչու ոչ, բայց եթե ինքը իր թերապիան չի անցել, շատ մեծ բացթողում ունի ու ցանկացած դեպքում, երբ դուք դիմում եք ինչ-որ հոգեբանի, պարտադիր հետաքրքրվեք, արդյոք նա անցել է սեփական թերապիան։ Ցավոք սրտի, շատ ցավոք սրտի եւ դժբախտաբար ես շատ եմ հանդիպել եւ հանդիպում հոգեբանների, անգամ անվանի հոգեբանների, ովքեր չեն գնում անցնելու իրենց թերապիան։ Ես դա համարում եմ խայտառակ մեծ բացթողում, որը կարա շատ վատ հետևանքներ ունենա այցելուի վրա եւ նրա խնդիրները լուծելու փոխարեն ավելի խորացնի։ Այո, շատ կարեւոր է ում մոտ եք անցնում ձեր թերապիան եւ շատ կարեւոր է հոգեբանի անձը։ Ընդ որում հաճախ հանդիպել եմ հոգեբանների, ովքեր չեն գնում իրենց թերապիան անցնելու, մտածելով, որ թող ուրիշները գան մեզ մոտ, ես հիմա ում մոտ գնամ պատմեմ իմ խնդրի մասին եւ այլն։ Ես կարծում եմ, որ համեստությունը հոգեբանին շատ զարդարում է։ Միշտ կա ինչ-որ մեկը, որ տվյալ խնդրով ավելի ինքնագիտակցված է, քան դու։ Դա միշտ այդպես է։ Անհնար է չգտնել ավելի ինքնագիտակցված մարդու ցանկացած խնդրի շուրջ աշխարհում 3 միլիարդ մարդկայքի մասին է խոսքը։ Ու ինչպես ասում էր իմ սիրելի Ռևոլվեր ֆիլմում, եթե ուզում ես դառնալ ավելի ուժեղ խաղացող, պետք է խաղաս ավելի ուժեղ մրցակցի հետ։ Այսինքն, քանի դեռ հոգեբանը չի անցնում իր թերապիան, ինքը շարունակում է մնալ լճացած, ինքը չի դառնում ավելի ուժեղ հոգեբան, որովհետեւ ինքը չի հանդիպում իրենց ավելի ինքնագիտակցված մեկի։
ու առհասարակ ժողովուրդ թերապիան անցնելը, սեփական թերապիան անցնելը այնքան հավես ինտելեկտուալ խաղ է, այսպես իր բոլոր օրինաչափություններով, պատճառահետևանքային կապերով, չգիտեմ, մաֆիան, կատանը, մոնոպոլիան, պոկերը, բլոտը եւ այլն, այդ ամենը ինձ համար շատ նման է քո թերապիան անցնելուն։ Ու երբ դու ինքդ քեզ ավելի լավ ես ճանաչում, դու ցանկացած օրինաչափությունների մեջ, ցանկացած կանոնների մեջ կարողանում ես էլ ավելի լավ ինքնադրսևորվել։ Ու այո, հոգեբան այն մարդն է, ով ամենալավն է ճանաչում իր հոգեկանի օրինաչափությունները եւ կանոնները։ Հետևաբար կարող է ճանաչել քո հոգեկանի կանոններն ու օրինաչափությունները, հետևաբար կարող է փոփոխություն մտցնել քո հոգեկանի կանոնների օրինաչափությունների մեջ։ Լսած կլինեք, որ ասում են կանոնները խախտելու համար են, բայց կանոնները խախտելու համար նախ եւ առաջ տիրապետեք խաղի կանոններին։ Տիրապետեք ձեր անձի հոգեբանությանը, ձեր անձի օրինաչափություններին ու մոդելներին, որպեսզի նոր կարողանաք դրանցում փոփոխություն մտցնել, խախտել այդ մոդելները եւ օրինաչափությունները ձեր ուզածը մտցնել եւ նաեւ կարողանաք ճանաչել ու փոփոխություն մտցնել դիմացինի հոգեկանում։ Ասեմ, որ կյանքում շատ կարեւոր հմտություն է, որովհետեւ այս աշխարհը ստեղծված չի այնպես ոնց մեզ է ձեռնտու, ամեն մեկը պայքարում է իր գոյատևման համար եւ շատ հաճախ իսկապես ձեզ ձեռնտու է, որ դիմացինը իրան այս կամ այն կերպ պահի։ Բայց որպեսզի դուք գաք այդ համաձայնությանը նրա հետ, ստանաք նրա ձեր համար ձեռնտու վարքը, առաջ դուք պետք է կարողանաք համոզել նրան կամ չգիտեմ, ինչ որ կերպ, ինչ որ վարքի փոփոխության ենթարկել նրա հոգեկանը։ Դուք չեք ենթադրում, բայց ենթարկում, բայց ամեն դեպքում մանիպուլացնում եք, հա, կոպիտ ասած, ինչ որ վարքի եք դրդում։ Դա անելու համար անհրաժեշտ է, որպեսզի ճանաչեք ձեզ, կարողանաք փոփոխել ինքներդ ձեզ նոր, որպեսզի կարողանաք ճանաչել դիմացինին եւ օգնել, որպեսզի նրա մոտ փոփոխություն տեղի ունենա։ Եվ իհարկե չմոռանանք, որ այն մարդը, ով կրում է այս գիտելիքը եւ հմտությունը, եւ իսկապես տիրապետում է մանիպուլյացիաներին, դիմացինի հոգեկան փոփոխություն մտցնելուն, ինքը շատ պատասխանատու է դիմացինի համար, շատ պատասխանատու։ Դրա համար հոգեբանության մեջ ոսկե կանոնն է՝ մի վնասիր։ Ճանաչեք ձեզ, ունեցեք բարձր արժեքներ, փոփոխություններ մտցրեք, բայց մի վնասեք եւ մի ծաղրեք հոգեբաններին։ Նրանք իրոք ամենաշատն են հոգեբանի մոտ գնում, բայց դա հիասքանչ է։